բայց ես գիտեմ, որ ինքը դա ուղղակի կատարում է Կրեմլի ցուցումը Լենին Քեմալ պայմանագրի 8-րդ հոդվածն է հիմա ինքը իրականացնում, բայց որպեսզի դա հանրությունը բացահայտ չտեսնի, ինքը դες մանիպուլյացիոն ձևերով անում էլի այդ ամենը։ Բայց Կրեմլի հետ հարաբերություններն շատ լարված են վերջին շրջանում։ Չէ, ավելի էդի հատուկ ծառայությունների գործակալը նա, Պուտինը ինքը KGB-շնիկ լինելով այդ խնդիրը կարողանում է շատ արդյունավետ, նու ինչքան որ ստացվում է իր մոտ, կարողանում է արդյունավետ լուծի։ Այլ հարց, որ արևմուտքը այդ ամեն ինչը գիտի ու իմիջիայլոց է մոտենում, ասենք Նիկոլի հանդիպումներին եւ այլ, բայց այդ լարվածությունը դա թատրոն է ուղղակի, դրա համար չգիտեմ, իմ համար այնքան դրանք ակնհայտ են ու զարմանում են ու արդեն հոգնում են, որ մեր հասարակությունը գնում ասում է Նիկոլը գնում է արևմուտք, չգիտեմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածացման, չէ, դա վաղուց կիրառված տեխնոլոգիա է, բոլոր պետությունների հեռուստացույցից սկսած այդ բաները արվել է, որ ասենք պետք է մեկին sense ընդդեմ ցույց տալ, չգիտեմ ինչ անել, դա չգիտեմ։ Բայց հնարավոր է երկու լարի վրա միաժամանակ խաղալ, պարոն Հարությունյան, մեկ գնալ արևմուտք, մեկ Ռուսաստանի գործակալ լինել։ Չէ, ինքը, չէ, դա գիտեք ինչ է, ընդհանրապես դեռ շատ վաղուց, իսկ մասնավորապես Սառը պատերազմի ժամանակ աշխատում էր Դվայնոյի ագենտի ինստիտուտը, KGB-ում էլ, ՑՌՈ-ում էլ, Մոսադում էլ, ասենք, օրինակ Սովետի վաղտից մեր ժողովուրդը քանի օրս լավ չի հասկանում, նենց բան փորձեմ օրինակ վերեն, որ մարդիկ շատ իսկ քիչ պատկերացում ունեն։ Եղել է Զորգի անունով հետախույզ, որը իբր գերմանացի էր, իբր Գերմանիայից Ճապոնիայում էր ներդրված, բայց իրականում Սովետի մար էր աշխատում ու Անգլիայի։ Իսկ 4-5 երկրի ագենտ էր, Դվայնոյի ագենտ չէ, դա արդեն Տրայնոյի կամ Քարոկի ագենտ է։ Ուզում ասեմ, Սառը պատերազմի ժամանակ KGB-ն իր ագենտներին ներդնում էր ՑՌՈ-ում, ՑՌ-ն իր ագենտներին ներդնում էր KGB-ում, կոչվում էր դա Դվայնոյի ագենտի ինստիտուտ։ Հիմա Նիկոլը Պուտինի կողմից օգտագործվում է որպես Դվայնոյի ագենտի նման մի բան։ Ինքը Դվայնոյի ագենտ չի, KGB ագենտ լինելով արևմուտքը դրան չի ընդունում որպես ագենտ, որ ասենք Դվայնոյա, բայց իր ագենտին ուղարկում արևմուտքի հետ ինչ-որ քաղաքական խաղեր տալու, այսպես ասած։ Թե հիմա այլ հարց, իրաց մոտ ստացվում է թե չէ, ես վստահ եմ չի ստացվում։ Բայց արևմուտքն էլ ընդունում է, որ հա, դու եթե ուզում ես արևմուտք գաս, խոսանք։ Լավ իմանալը որպես բան չի լինի։ Դրա համար ինչ հարցեցիք, ասեք ինչ է, Դվայնոյի ագենտի տեխնոլոգիա։ Իսկ այն գումարները, որ օրինակ ես վերջերս 270 միլիոն եվրո։ Չէ, այդ գումար կներեք, որ ընդհատեցի։ Այդ գումարները ինչ ասեք, բացվեց Ռուսամետ Քոչարյանի ժամանակ էլ են տվել գումար, Լևոնի ժամանակ էլ են տվել, Սերժի ժամանակ էլ են, նախկինում ավելի շատ էին տալի երևի, քան թե հիմա։ Ինչ ասին Ամերիկան 65 թե 70 միլիոն տալի, վաղ տվել երևի 100-120 միլիոն տված են, ես չգիտեմ։ Այսինքն էդի հումանիստական օգնությունը դաժե կարող է Հյուսիսային Կորեայում աղետ լինի իրենց ճշնամի Հյուսիսային Կորեայում, բայց Հյուսիսային Կորեայի հանրությանն էլ գումար հատկացնում։ Դրանով քաղաքականություն չի որոշվում, էլի։ Դրա համար ասենք այդ էլ հերթական խաբեությունն է, ախր ցավալինն է, որ մեր հասարակությունը ինքը նյութապաշտ է։ Դրա համար այդ նյութով են չափում այս հարաբերությունները սենսա կառուցվում են, հարաբերությունը մենսա կառուցվում է ու դժվար է, էլի դժվար է ասենք ճշմարտությունները, որ ասում ես հասանելի լինի հանրության դայն շերտերին, դե հիմա էս է, ասենք նոր չի էս իրավիճակը հայ ժողովրդի մոտ էլի, չգիտեմ։